Ինֆեկցիոն էնդոկարդիտ՝ մի ախտորոշում, որ յուրաքանչյուր կլինիցիստի մոտ անհանգստություն է առաջացնում, բայց այս հիվանդության դեմքը վերջին տասնամյակներում կարելի ասել դրամատիկորեն փոխվել է։ Այսօր մենք միասին կվերլուծենք, թե ինչ տեսք ունի այս մահացու հիվանդության ժամանակակից կլինիկական մոտեցումը։ Եկեք սկսենք ամենաէականից։ Պարզապես նայեք այս թվերին։ Սա թերևս ամենամեծ տեղաշարժն է, որ մենք տեսել ենք։ Դասական պացիենտը, որի մասին սովորել ենք համալսարանում, ռևմատիկ տենդով երիտասարդը, այլևս տիպիկ օրինակ չէ։ Այսօր, երբ լսում ենք ինֆեկցիոն էնդոկարդիտ, պետք է առաջին հերթին մտածենք մեր տարեց պացիենտների մասին։ Լավ, ահա մեր այսօրվա քննարկման պլանը։ Կսկսենք ով եւ ինչու հարցերից, ռիսկերն ու համաճարակաբանությունը, հետո կխորանանք ինչպեսի մեջ, պատճառներն ու ախտածագումը, այնուհետև կանդրադառնանք ինչին, կլինիկական պատկերին ու ախտորոշմանը, եւ վերջում կամփոփենք իսկ հիմա ինչ հարցով բուժումը եւ բարդությունները։ Գնացինք։ Դե ինչ մեկնարկում ենք առաջին բաժնով ռիսկեր եւ համաճարակաբանություն։ Շատ կարևոր է հասկանալ, թե ում պետք է ամենաշատը կասկածենք, երբ լսում ենք անհայտ ծագման տենդ արտահայտությունը։ Այս սլայդը շատ լավ է ամփոփում իրավիճակը։ Ինֆեկցիոն էնդոկարդիտով պացիենտի դասագրքային պատկերը կարելի է ասել հնացել է։ Մենք ռևմատիկ փականային հիվանդությամբ երիտասարդներից անցում ենք կատարել միանգամայն այլ ժողովրդագրությանը։ Խոսքը տարեցների, արհեստական փականներով մարդկանց մասին է եւ այո, ներերակային թմրամիջոցներ օգտագործողների ու ներհիվանդանոցային վարակներով պացիենտների։ Սա նշանակում է, որ մեր կլինիկական զգոնությունն էլ պետք է փոխվի դրան համապատասխան։ Եվ ահա թե որոնք են պատճառները։ Նայեք այս ցանկին, արհեստական փականներ, ներանոթային սարքեր, քրոնիկ հեմոդիալիզ, այս ամենը ժամանակակից բժշկության անբաժանելի մասն է։ Իսկ ինչ ընդհանուր բան ունեն դրանք։ Դե նրանք բոլորը կատարյալ մուտքի դուր են ստեղծում բակտերիաների, հատկապես մեկ թխրահարճակ մանրեի, ոսկեգույն ստաֆիլոկոկի համար։ Սա հսկայական փոփոխություն է։ Ստաֆիլոկոկը կարելի է ասել ստանձնել է գլխավոր մեղավորի դերը, շատ դեպքերում դասական ստրեպտոկոկերին մղելով երկրորդ պլան։ Լավ, մենք արդեն գիտենք, թե ով է ռիսկի խմբում։ Այժմ եկեք անցնենք երկրորդ բաժնին եւ տեսնենք ինչը եւ ինչպես։ Որոնք են այն մանրեները, որոնք առաջացնում են այս հիվանդությունը եւ ինչպես է նրանց հաջողվում բնակություն հաստատել մեր սրտի փականների վրա։ Այս դիագրամը իրականում ամեն ինչ ասում է։ Երբ դուք կասկածում եք ինֆեկցիոն էնդոկարդիտ եւ սպասում եք արյան ցանքսի պատասխաններին, ձեր մտքում պետք է լինեն այս 3 հիմնական խաղացողները. ստաֆիլոկոկ, ստրեպտոկոկ եւ էնտերոկոկ։ Դեպքերի ճնշող մեծամասնության պատճառը հենց նրանք են։ Սա բացարձակապես կարևոր է ձեր էմպիրիկ հակաբիոտիկի ընտրությունը կողմնորոշելու համար։ Պետք է ծածկել այս 3-ին։ Այսպիսով, ինչպես է մի փոքրիկ բակտերիան նման զանգվածային վնաս պատճառում։ Դա հետաքրքիր, բայց մահացու քառաստիճան գործընթաց է։ Նախ անհրաժեշտ է սրտի ներքին շերտի էնդոթելի որոշակի վնասում։ Պատկերացրեք, վնասված փականից առաջացած արյան տուրբուլենտ հոսք։ Սա ստեղծում է անհարթ մակերես։ Երկրորդ, օրգանիզմը փորձում է վերականգնել այն, ձևավորելով փոքր, ստերիլ թրոմբ, ուղղակի թրոմբոցիտներ եւ ֆիբրին։ Բայց հետո, երրորդ քայլ։ Արյան հոսքում լողացող մի պատահական բակտերիա տեսնում է այս թրոմբը եւ մտածում հիանալի տուն եւ կպչում է։ Եվ վերջապես չորրորդ քայլ։ Այն սկսում է բազմանալ, պաշտպանված լինելով այս աճող զանգվածի մեջ։ Եվ ահա ձեզ հասուն վարակված վեգետացիա։ Շատ լավ, բաժին երրորդ։ Մենք քննարկեցինք ովը եւ ինչպես է, հիմա անցնենք ինչ փնտրելին։ Ինչպես են այս պացիենտները իրականում ներկայանում եւ ինչպես ենք մենք հաստատում ախտորոշումը։ Սա հավանաբար բոլոր հարցերից ամենակարևորն է։ Մի պահ մոռացեք բոլոր բարդ թեստերի մասին։ Ձեր ամենահզոր ախտորոշիչ գործիքը ձեր սեփական կլինիկական կասկածամտությունն է։ Այսպիսով, երբ պետք է այդ տագնապի զանգերը սկսեն հնչել ձեր գլխում։ Ուղեցույցները մեզ տալիս են մի քանի հստակ կարմիր դրոշակներ։ Լսում եք նոր առաջացած ռեգուրգիտացիոն աղմուկ, պետք է մտածել EA-ի մասին։ Պացիենտը ունի կաթված կամ այլ զարկերակի խցանում, եւ դուք չեք կարողանում գտնել պատճառը։ Մտածեք EA-ի մասին։ Սեպսիս, բայց վարակի աղբյուրը չեք գտնում, անպայման մտածեք EA-ի մասին։ Եվ իհարկե ամենամեծը՝ տենդ, հատկապես եթե պացիենտը ունի այն ռիսկի գործոններից որևէ մեկը, որոնց մասին խոսեցինք՝ արհեստական փական, նախկինում տարած EA կամ սրտի բնածին արատ։ Հենց կասկածեցիք, պետք է տեսնեք սիրտը։ Էխոկարդիոգրաֆիան ձեր հիմնական գործիքն է։ Ստանդարտ տրանսթորակալ էխոն կամ ՏԹ-ն հիանալի մեկնարկային կետ է։
Այն ոչ ինվազիվ է եւ հեշտ, բայց դրա զգայունությունը կատարյալ չէ, ինչպես տեսնում եք։ Եթե ձեր կասկածը բարձր է, իսկ ՏԹ-ն բացասական է կամ ոչ հստակ, չի կարելի դրանով կանգ առնել։ Պետք է դիմել ավելի հզոր զենքի, տրանսեզոֆագյալ էխոյի կամ ՏԷ-ի։ Այն ձեզ տալիս է բյուրեղյապարզ պատկեր, անմիջապես կերակրափողի միջից։ Վեգետացիաները, աբսեսները եւ հատկապես արհեստական փականների հետ կապված խնդիրները տեսնելու համար ՏԷ-ն ոսկե ստանդարտն է։ Իսկ ինչպես ենք այս ամենը պաշտոնապես համախմբում։ Մենք օգտագործում ենք դյուկի վերանայված չափանիշները։ Սա ըստ էության ստուգաթերթ է։ Ունենք մեծ չափանիշներ, սրանք ծանր հրետանին են, դրական արյան ցանք ստիպիկ մանրով եւ դրական էխո, որը ցույց է տալիս վեգետացիա կամ աբսցես։ Հետո ունենք փոքր չափանիշներ, այնպիսի բաներ, ինչպիսիք են նախատրամադրող սրտային վիճակը, տենդը եւ դասական անոթային կամ իմունաբանական նշանները։ Ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ է որոշակի համակցություն, օրինակ 2 մեծ կամ 1 մեծ եւ 3 փոքր չափանիշ։ Շատ լավ, ախտորոշումը հաստատված է։ Հիմա անցնում ենք դժվարին մասին։ Բաժին 4. Բուժում եւ բարդություններ։ Այստեղ մենք անցնում ենք հարձակման։ Եկեք խոսենք հակաբիոտիկներից, սկսելով ամենապարզ դեպքից։ Պենիցիլին զգայուն լավ ստրեպտոկոկից։ Ստանդարտ բուժումը միշտ եղել է 4 շաբաթ տևողությամբ պենիցիլին G-ի կամ ցեֆտրիաքսոնի կուրսը։ Պարզ է։ Բայց չբարդացած դեպքերի համար կա հիանալի տարբերակ՝ ավելի կարճ կուրս։ Ավելացնելով ամինոգլիկոզիդ, ինչպիսին գենտամիցինն է, դուք կարող եք բուժման տևողությունը կրճատել մինչև ընդամենը 2 շաբաթ։ Սա հսկայական նշանակություն ունի եւ պացիենտի, եւ հիվանդանոցի համար։ Հիմա ստաֆիլոկոկը սա լրիվ այլ պատմություն է։ Սա շատ ավելի ագրեսիվ վարակը։ Խոսքը ավելի երկար կուրսերի մասին է, նվազագույնը 4-ից 6 շաբաթ։ Եվ ուշադրություն դարձրեք արհեստական փականի սխեմային։ Սա շատ կարևոր է։ Արհեստական փականի էնդոկարդիտի դեպքում դուք պարտադիր պետք է ավելացնեք ռիֆամպին։ Ինչու՞։ Որովհետև ստաֆիլոկոկը սիրում է պաշտպանիչ կենսաթաղանթ ձևավորել օտար մարմինների վրա, եւ ռիֆամպինը այն քիչ դեղամիջոցներից է, որը կարող է թափանցել այդ վահանի միջով։ MRSA-ի դեպքում իհարկե ձեր հիմնական զենքը վանկոմիցինն է։ Եվ հետո գալիս է էնտերոկոկը։ Այս մանրեն տխրահռչակ է իր համառությամբ։ Մեկ հակաբիոտիկը հաճախ պարզապես կանգնեցնում է դրա աճը, այն բակտերիոստատիկ է։ Իրականում այն սպանելու համար ձեզ անհրաժեշտ է կրկնակի հարված։ Ահա թե ինչու ստանդարտը սիներգիկ թերապիան է, բջջային պատի վրա ազդող դեղամիջոց, ինչպիսին ամպիցիլինն է, զուգակցված ամինոգլիկոզիդի, օրինակ գենտամիցինի հետ։ Միասին նրանք հասնում են մանրեասպան ազդեցության, որը նրանցից ոչ մեկը միայնակ չի կարող անել։ 50%։ Մի պահ մտածեք այս թվի մասին։ Նույնիսկ մեր լավագույն հակաբիոտիկներով, ինֆեկցիոն էնդոկարդիտով պացիենտների մոտավորապես կեսը վիրահատության կարիք է ունենալու։ Սա դեղորայքային բուժման ձախողում չէ, սա հիվանդության իրականությունն է։ Այնպես որ իմանալ, թե երբ պետք է վերցնել հեռախոսը եւ զանգահարել սրտային վիրաբույժին, ոչ միայն կարևոր է, այլև կյանք է փրկում։ Եվ սրանք վիրահատության բացարձակ անվիճելի ցուցումներն են։ Համար 1 սրտային անբավարարությունն է։ Փականը քայքայված է, սիրտը չի դիմանում, հակաբիոտիկները դա չեն կարող շտկել։ Համար 2 չվերահսկվող վարակ։ Եթե պացիենտը դեռ տենդում է եւ բակտերեմիկ է, ճիշտ հակաբիոտիկներով բուժման 1 շաբաթից հետո նշանակում է վարակը պատնեշվել է եւ պետք է մտնելու հեռացնել այն։ Պերիանուլյար բարդությունները, ինչպիսին աբսեսն է, դա անհետաձգելի իրավիճակ է եւ վերջապես կանխել ավերիչ կաթվածը, որը կարող է առաջանալ մեծ շարժուն վեգետացիայից։ Պետք չէ սպասել, որ էմբոլիան տեղի ունենա։ Այսպիսով մենք շատ բան քննարկեցինք. հիվանդության փոփոխվող դեմքը, մանրենները, ախտորոշումը, բարդ բուժումը, բայց եթե պետք է այս ամենից մեկ ամենակարևոր միտքը վերցնեք, որը կլինի դա։ Ամեն ինչ հանգում է այս 3 կետին։ Առաջին՝ բարձր կլինիկական կասկածամտություն։ Պետք է մտածել դրա մասին, որպեսզի ախտորոշել։ Երկրորդ՝ գործել արագ։ Վերցրեք այդ արյան ցանքսերը, արեք այդ էխոն եւ սկսեք ճիշտ հակաբիոտիկները։ Եվ երրորդ, եւ սա թերևս ամենակարևորն է, սա թիմային խաղ է։ Սա այն հիվանդությունը չէ, որը կարելի է միայնակ վարել։ Ձեզ անհրաժեշտ են ինֆեկցիոնիստ, սրտաբան եւ սրտային վիրաբույժ, որոնք բոլորը միասին են աշխատում, այսպես կոչված էնդոկարդիտի թիմը։ Ահա թե ինչպես են կյանքեր փրկում։ Շնորհակալություն այս վերլուծությանը միանալու համար։